Նոյեմբերան խոշորացված համայնքի հաղթանակի սիրելի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ, բարի լույս բոլորիդ։ Ես գիտեմ, որ այսօր մեծ իրադարձություն կա հաղթանակ գյուղում, եզրափակիչն է մեր զոհված ազատամարտիկների, զինվորների հիշատակին նվիրված հուշամրցաշարն է, ափսոս չեն կարող ներկա գտնվել։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, թե ինչա տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր մենք մտնում ենք, արդեն իսկ մտել ենք նոր որակի պետություն ունենալու գործընթացի մեջ։ Ինչով եւ այդ պետությունը, նոր որակի պետությունը մենք անվանում ենք պայմանականորեն եւ ոչ միայն պայմանականորեն 4-րդ հանրապետություն։ Եվ ինչով է նոր որակի պետությունը։ Պետությունը նոր որակի կրթության, որտեղ մենք ավարտում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, հաջորդիվ մեկնարկում ենք հաջորդ 300 դպրոց եւ 100 մոտավորապես երևի մանկապարտեզի ծրագիրը։ Բայց նաեւ նոր որակի խաղադաշտեր։ Մենք պլանավորում ենք հաջորդ 5 տարում Հայաստանի Հանրապետության համայնքներում 100, առնվազն 100 հատ նոր որակի խաղադաշտեր, կոմբինացված խաղահրապարակներ կառուցել, որոնք հարմարեցված կլինեն բասկետբոլի եւ ֆուտբոլի համար։ Իհարկե կան բնակավայրեր, որտեղ հատկապես մասնագիտացած են կամ ֆուտբոլի կամ բասկետբոլի համար, օրինակ տարբեր համայնքներում երեխեքը մոտեցել են, ասել են, որ մենք մեծ ֆուտբոլի դաշտ ենք ուզում, որ նորմալ վիճակի բերվի, էդ էլ կնայենք եւ անպայման կանենք։ Մենք նաեւ պլանավորում ենք 100 համայնքներում 100 երաժշտական դպրոցներ, սպորտ դպրոցներ եւ արվեստի դպրոցներ ստեղծել, որովհետեւ նոր հանրապետության համար նոր կրթությունը շատ կարեւոր է։ Նոր որակի խաղահրապարակներ, նոր որակի տնտեսություն եւ նոր որակի տնտեսության ամենակարևոր բաղադրիչը դա բաց ճանապարհներն են։ Եվ 2 օր առաջ, 3 օր առաջ կամ հիմա օրերը շատ խառնում եմ, որովհետև անդադ վազքի մեջ եմ, ամսա թվերն էլ նույնիսկ չեմ ֆիքսում, վերջերս նախորդ շաբաթ կամ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին թրիփ նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրեցին համաձայնագրի նախագիծը։ Եվ այդ նախագծում արձանագրվեց, որ թրիփ նախագիծը գործելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ավելին, մի հատ էլ լրացուցիչ պարբերություն եղավ, որ Հայաստանի Հանրապետությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ պահպանում է իր լիարժեք իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Սա ինչով է կարևոր, որ 5 տարի մեզ մեղադրում էին, թե մենք միջանցք ենք խոստացել, միջանցք ենք տալիս, միջանցք ենք տալու։ Այս թեման, ախր այդ թեման, որ ասում եմ փակվեց, շատ կարևոր է հասկանալ, որ այդ թեման չի եղել, որովհետև եթե, բայց հիմա առավել ևս չկա, որովհետև ես 2020 թվականի նոյեմբերին եմ ասել, որ տենց բան չի կարող լինել։ Եվ իդեպ, այս ֆորմուլան, որը մենք ստորագրեցինք Միացյալ Նահանգների հետ, 2021 թվականին մենք սեղանի վրա ենք դրած եղել, մենք առաջարկել ենք դա։ Կարող եք բացել 2021 թվականի հայտարարությունները, թղթերը, փաստաթղթերը եւ կտեսնեք, որ այն ինչ որ ստորագրվել է, մեծ հաշվով 21 թվականի առաջարկն է, բայց իհարկե հիմա շատ ավելի լավ։ Ինչով ավելի լավ, որովհետեւ եթե տեսել եք նախագահ Թրամփի մայիսի 28-ի գրառումը, որով նա լավ խոսքեր էր ասել իմ մասին, բայց նաև ինչի համար ես շնորհակալ եմ իհարկե, բայց շատ կարևոր էր նրա ստրատեգիական տեսլականը, թե թրիփ նախագիծը ինչ է իրենից ներկայացնելու։ Ոչ միայն երկաթուղի, այլև գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, որովհետև ինքը խոսում է էներգակիրների տարանցման մասին, արևելքից դեպի արևմուտք։ Մենք պետք է գնահատենք այս ինչ մասշտաբի ծրագիր է։ Սա ահռելի մեծ մասշտաբի ծրագիր է, որը ահռելի եկամուտներ է բերելու Հայաստանին, այդ թվում էներգակիրների մասով, որովհետև մենք կարող ենք նախընտրել, որ ոչ թե փող վերցնենք,
այլ ասենք տարանցման համար վերցնենք բնական գազ, տարանցման համար վերցնենք նավթ։ Դա մեր ընտրության եւ պայմանավորվածության հարց է։ Եվ իհարկե սա հազարավոր նոր աշխատատեղերի մասին է։ Բայց երկաթուղին հարավով է անցնում, այսինքն Մեղրիով, դա էլ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան։ Եթե դուք վերցնեք, նայեք 90-ականների սկզբից մեր մամուլը միջև բոլորովին վերջերս խոսում էր Մեղրիի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին, անդադ տագնապներ, անհանգստություններ Մեղրիի հետ կապված, որը իդեպ մեր ընդդիմությունն էր բանանում, բորբոքում։ Ավարտվեց այդ թեման։ Ավարտվեց այդ թեման այդ թվում այդ ստորագրված թղթով, որովհետև եւ իմիջայլոց ամենալավ արձագանքը տալիս է շուկան։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի մարզում անշարժ գույքի գները 30% ավելացել են։ Կադաստրի կոմիտեի նախագահը այստեղ էր, պարոն Թովմասյան, որտեղ եք, պարոն Թովմասյան։ Վայ։ Պարոն Թովմասյան, այստեղ չի պարոն Թովմասյանը, լավ։ 30%-ով անշարժ գույքի գները աճել են նոյեմբերի օգոստոսի 8-ից հետո։ Հիմա այս ստորագրությունից հետո ավելի են աճելու։ Մեղրիում կոնկրետ գները անշարժ գույքի էականորեն աճել են։ Եվ այսօր Հայաստանը իր տնտեսության ամենամեծ զարգացման փուլ է մտնում։ Այսօր Մեղրիում, ժողովուրդ ջան, կառուցվում է Հայաստանի պատմության մեջ ամենաերկար կամուրջը, 720 մետրանոց կամուրջ։ Հայ ժողովուրդը իր պատմության մեջ ավելի երկար կամուրջ չի ունեցել։ Կառուցվում է Ագարակ-Քաջարան հատվածը հյուսիս-հարավի, կառուցվում է Իրան-Հայաստան սահմանային անցման նոր կետը, բայց հիմա ես հյուսիսում եմ եւ պետքա հյուսիսի մասին խոսեմ։ Եվ մեզ համար անսպասելիորեն պարզվեց, որ արևելքի եւ արևմուտքի կապող ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով։ Մենք օրինակ դրա մասին համոզված եմ ոչ մեկը չենք նկատել։ Նոր մեր դրսի գործընկերները, քանի որ արդեն նոր հնարավորություններ են, իրանք են գալիս ասում, ամենակարճ ճանապարհ արևելքի եւ արևմուտքի միջև անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով եւ անցնում է կոնկրետ Տավուշի մարզով, Լոռու մարզով, Շիրակի մարզով։ Եվ հիմա մենք աշխատում ենք, որպեսզի կոնկրետացնենք, որ գիծն է ավելի կարճ։ Ինչ ենք անելու։ Հյուսիսով կառուցվելու է Տավուշի մարզով, Լոռու մարզով եւ Շիրակի մարզով ավտոճանապարհ կամ եղած ավտոճանապարհները կամ բոլոր եղած ավտոճանապարհները Ադրբեջանից Հայաստան բեռնատարների համար բացվելու են վճարովի սկզբունքով։ Եվ ես ուզում եմ ասել, որ միայն այս փաստի բերումով Հայաստանում հազարավոր, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու եւ նոր տնտեսական հնարավորություններ են ստեղծվելու, որովհետեւ հազարավոր բեռնատարներ Հայաստանի տարածքով գնալ գալու են, սկսած ավտոսպասարկման կետերից, սկսած հյուրանոցներից, սկսած ռեստորաններից եւ այլն, ավտոպայստամասերի վաճառքից եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա մեծ տնտեսական հնարավորություններ է բացում։ Բացի այդ, հյուսիսային երկաթուղին պարզվում է ամենակարճ երկաթուղին է արևելքը արևմուտքին կապող։ Խոսքը Իջևան, Հրազդան եւ Վանաձոր, Գյումրի, Ախուրիկ երկաթուղու մասին է, որը սահմանով պետք է անցնի։ Եվ մենք հիմա աշխատում ենք, որովհետեւ Լերմոնտովի հատվածում Վանաձորի գիտեք, որ երկաթուղին Իջևանից գնում է Հրազդան, Վանաձոր չի հասնում։ Վանաձորից էլ գնում է Գյումրի։ Եվ հիմա Լերմոնտովի հատվածում մի կտոր կա, որ 6 կիլոմետր են ճյուղերը իրարից հեռու ընդամենը։ Մենք այդ երկու երկաթուղային ճյուղերը միացնելու ենք եւ ստանալու ենք հյուսիս արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը Հայաստանի Հանրապետության տարածքով։ Եվ սա նույնպես էական փոփոխություն է մեր կյանքում։ Նոր որակի սոցիալական ապահովություն։ Այսօր արդեն շնորհակալ եմ։ Այսօր արդեն մենք ունենք նոր որակի սոցիալական ապահովություն։ Առաջին անգամ Հայաստանում միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականին
2018 թվականին ժողովուրդ նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ, այսօր 46,000 դրամ է, պլյուս անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը։ Այսօր մենք ունենք առողջության ապահովագրության համակարգ, որը մինչև 18 տարեկան երեխաների եւ 65 պլյուս տարիքի անձանց համար վճարվում է ամբողջությամբ պետական բյուջեից։ Սա նոր որակի սոցիալական իրավիճակ է, որը մենք պետք է անպայման զարգացնենք։ Նոր որակի բանակ, զորահանդես տեսել եք ժողովուրդ, ով է նայել զորահանդեսը։ Եվ ինչ տպավորություններ, եւ ինչ տպավորություններ։ Հիշում եք 5 տարի ինչ էին ասում, որ բանակը քանդում ենք, որ բանակը ոչնչացնում ենք, հա, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ պարտավորվել ենք, որ Հայաստանը բանակ չունենա, որ մենք զենք պետք է չառնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ 5 տարի մենք սուս ու փուս ծպտուն չենք անել, որովհետեւ սուս ու փուս զբաղված ենք եղել գործով։ Այդ գործի առաջին արդյունքները դուք տեսաք, բայց այդ գործի մեջ ամենակարևորներից մեկը այն էր, որ մենք ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել։ Մենք 170 միլիարդ դրամ ենք ներդրել։ Գիտության ֆինանսավորումն ենք կրկնապատկվել։ Գիտության ոլորտում աշխատավարձերը 100-ից 300%-ով ավելացրել ենք, եւ մենք այսօր ունենք ռազմարդյունաբերական համալիր, մեր երկրում արտադրված սպառազինությունը արտահանվում է արդեն զարգացած երկրներ ժողովուրդ, սա շատ էական է, զարգացած ոչ թե չզարգացած, այլ զարգացած երկրներ։ Եվ մենք այսօր մեր նոր բանակի անկյունակարն ենք դրել։ Բայց ես նաև ուզում եմ բոլորիս պարզ լինի, թե դա ինչու եւ ինչպես է հնարավոր եղել, որովհետեւ 7 երկրի արտադրությունը այն օրը ցույց տրվել հանրապետության հրապարակում։ Ինչի 2022 թվից առաջ այդ նույն հնարավորությունը չունեինք, որովհետև մեզ զենք չէին վաճառում։ Գիտեք ինչի, որովհետև ասում են մենք համոզված ենք, որ դուք զենքը օգտագործելու եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս։ Դրա համար մենք ձեզ զենք չենք վաճառում։ Եվ այն բանից հետո, երբ որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը եւ Ադրբեջանը նախագահ Մակրոնի եւ նախագահ Միշելի միջնորդությամբ պայմանավորվեցին, որ Ալմատայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այդ ժամանակվանից եւ այն ժամանակ հատկապես երբ ես ասացի Ղարաբաղի շարժումը մենք չպետք է շարունակենք, այդ ժամանակից զենքի միջազգային շուկան մեզ համար բացվեց եւ Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու անսահմանափակ հնարավորություններ ստացանք։ Այսօր շատերն են, ժողովուրդ, այսօր շատերն են քննադատում նաև Ղարաբաղի շարժման հետ կապված այդ իմ հայտարարության համար։ Եկեք ենթադրենք շարունակում ենք Ղարաբաղի հարցը։ Իսկ ինչ է լինելու արդյունքում ժողովուրդ։ Ինչ է վերջում ինչ է լինելու։ Եվս 30 տարի, եթե 30 տարին մենք ձգեինք, 30 տարի անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ, անընդհատ զոհեր եւ վիրավորներ, անընդհատ իրանց խոհանոցից հյուրասենյակ զգուշությամբ գնացող սահմանամերձ գյուղերի եւ դատարկող սահմանամերձ գյուղեր, այսօր մեր սահմանամերձ գյուղեր Տավուշի մարզում, այսօր սահմանամերձ գյուղերում 16 միլիոնի ծրագրով կառուցվում է կամ կառուցման ընթացքի մեջ է 1931 տուն, 1931 տուն։ Այդ սահմանամերձ գյուղերի 90%-ում 91 թվից այս կողմ մի հատ տուն չի կառուցվել, մի հատ տուն։ Այսօր կառուցվում է դա այն 9 հարգանի սովետի վաղտվա շենքերը, որ կա 9 հարգանի 60 հատ 9 հարգանի շենքի չափով մենք այսօր սահմանամերձ գյուղերում բնակարաններ են կառուցում։ 2 տարի արդեն ավելի քան 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, ավելի քան 2 տարի։ Գիտեք ինչի շնորհիվ։ Այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու, դա դժվար էր ասել ժողովուրդ,
Դա դժվար էր ասել, որ ծանր էր ասել, որ գիտեի որ հայհոյ ինձ հայհոյելու են, ընտանիքիս հայհոյելու են, իմ ընկերներին հայհոյելու են, ինձ ասելու են դավաճան, ամեն ինչ ասելու են, բայց ես իմ մեջ այդքան ուժ գտել եմ եւ արել եմ դա հանուն մեր նահատակների եւ հանուն մեր երեխեքի։ Որովհետեւ հասկացել եմ, որ եթե այդ քայլը չանենք, Եվս 10, եվս 20, եվս 30 տարի Հայաստանը առնակամ են անելու եւ ներսից եւ դրսից, ոնց որ արել են նախորդ 35 տարիներին։ Որևէ մեկը ընդհակառակը, այդ որ պատմում են տարբեր լուծումների մասին, որևէ հիմնականում միջազգային հանրությունում միշտ գտնվել են շատ ազդեցիկ ուժեր, ովքեր ուզեցել են, որ չկարգավորվի, չփակվի Ղարաբաղի հարցը, որովհետև մի մասին դա պետք է եղել Հայաստանին ծնկի բերելու համար, մյուս մասին դա պետք է եղել Ադրբեջանին ծնկի բերելու համար, մյուս մասին դա պետք է եղել ընդհանրապես Հարավային Կովկասը ծնկի բերելու համար, բայց մենք, ես այսօր չեք պատկերացնի, անկախ նրանից ինչ կլինի հետո, անկախ նրանից ինչ կլինի հետո։ Դա իմ ամենամեծ պատմական առաքելությունը եւ ծառայությունն է, որ ես մատուցել եմ Հայաստանի Հանրապետությանը, ամենամեծ։ Եվ դա մեր նահատակներին ամատուցված ամենամեծ հարգանքի տուրքն է, որովհետև նահատակների հիշատակը բարձր պահելու ամենամեծ ձևը այդ զարգացած, բարեկեցիկ, խաղաղ, անվտանգ եւ անսահման հեռանկար ունեցող Հայաստանի Հանրապետությունն է։ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրը, իդեպ հիշեք, ամեն ինչ անում էին, որ սեպտեմբերի 21 անկախության օրը Հայաստանում չնշվի։ Մարդկանց էմոցիաների հետ էին խաղում, բայց մենք այդ պայմաններում սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրը նշեցինք եւ ես այդտեղ ելույթ ունեցա եւ ասացի. մեր նահատակները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա եւ Հայաստանի Հանրապետությունը բարձրանում է։ Եվ դրա ամենակարևոր պայմաններից մեկը խաղաղությունն է, հաստատված խաղաղությունը, ինչի առիթով ես ձեզ բոլորից շնորհավորում եմ։ Եվ այս ընտրությունների ամենակարևոր հարցը, որը պետք է լուծում ստանա, հետևյալն է, Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդը տեր կանգնելու է արդյոք խաղաղությանը, տեր կանգնելու է արդյոք վերելքին, տեր կանգնելու է արդյոք պետությանը, անկախությանը, խաղաղությանը եւ ապագային։ Այս է պատճառը, որ ես ձեզ կոչ եմ անում, հորդորում եմ, խնդրում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ խաղաղությանը տեր կանգնել, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, հաղթանակ բնակավայրին, նոյեմբերյանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս վաղ ժամին եկել եք հանդիպման եւ մեր եզրափակիչի մասնակիցներին հաջողություն եմ մաղթում, թող արդար պայքարում հաղթի ուժեղագույնը։ Լավ եղեք ժողովուրդ ջան։